Բազմաթիվ հետևորդների խնդրանքով նկարահանում եմ մաս 2, որի նախաբանն է ոչ ոքի չեմ մեղադրում եւ ոչ ոքի չեմ պաշտպանում, պարզապես արտահայտում եմ իմ անկեղծ կարծիքը։ Եվ այսպես կսկսենք հաղորդավարների բարձրագույն կրթության եւ տարրական էթիկայից զուրկ լինելու թեմայից։ Առաջին. քիթը խոթել հյուրի շատ նեղ անձնական եւ գործնական տարածք, փորձելով վերջինիս դնել շատ վատ դրության մեջ։ Երկրորդ. ունենալ այնպիսի բառապաշար, որը ընդհանրապես հարիր չէ հաղորդավարին։ Երրորդ. ամբողջ հաղորդման ընթացքում պահել լարվածություն եւ առիթը բաց չթողնել հեգնանքի։ Անցանք առաջ։ Հաղորդման շրջանակներում ես լսեցի այսպիսի կարծիք, որ բլոգերները իրենց վատ դերասանական խաղով արժեզրկում են դերասանի աշխատանքը եւ այդ մասնագիտությունը։ Իրոք։ Իսկ ինչու ոչ մեկ չի խոսում այն մասին, որ տարիներ շարունակ տարբեր հեռուստաընկերություններում տիրում է շատ խայտառակ վիճակ։ Ինչու է այստեղ խոսքը գնում բլոգերների մասին, երբ հեռուստատեսությունում կան շատ անհատներ, չկրթված դերասաններ, ինչպես դուք եք սիրում ասել, չդերասաններ, ովքեր իրենց վատ խաղով, այո, արժեզրկում են դերասանի աշխատանքը եւ այն բարդ ճանապարհը, որը որ անցնում է ցանկացած դիպլոմավորված դերասան 4-ից 6 տարի։ Եթե այդքան անհանգստանում եք մշակույթի եւ արվեստի ճակատագրով, ապա առաջարկում եմ, եթե իհարկե կարող եք, արգելել բոլոր չդերասանների մուտքը հեռուստատեսություն, որպեսզի մեր երիտասարդների 95%-ը, ովքեր որ ստացել են բարձրագույն կրթություն որպես դերասան, ստիպված չլինեն կատարել այլ աշխատանք, օրինակ մատուցող, վաճառող եւ այլն եւ այլն։ Ես վստահ եմ, որ դուք դա անել չեք կարող, դրա համար առաջարկում եմ չարժեզրկել բլոգերի աշխատանքը։ Եթե չեք կարող օգնել մարդուն, իրավունք չունեք խանգարել, առավել եւս ծաղրել կամ արժեզրկել այդ աշխատանքը, քանի որ յուրաքանչյուր աշխատանք արժանի է հարգանքի։ Մենք ունենք շատ սիրելի, ճանաչված տաղանդավոր դերասաններ, ովքեր զբաղվում են նաև բլոգերությամբ։ Ուզում եք ասել, որ նրանք սխալ ուղու վրա են։ Իհարկե ոչ, դա շատ գովելի է։ Առաջինը նրա համար, որ նրանք այդ միջոցով կարող են կապ ստեղծել իրենց հետևորդների եւ թատրոնի միջև։ Այո, բոլոր դերասանները կարող են զբաղվել բլոգերությամբ, եւ այն նրանց կտա միայն դրական կողմեր։ Իսկ եթե դուք կարծում եք, որ ինչ որ մեկը այն էժանացնում է կամ էժանագին ձևով է ներկայացնում, ապա խնդրեմ, դուք եւս ունեք հնարավորություն լինելու այդ հարթակում եւ ներկայացնել բարձրակարգ կոնտենտ։ Եվ վերջում, արվեստը կուլիսի փոշու մասին չէ, արվեստը ժամանակի հետ քայլելու եւ ամենակարևորը հենց մարդու մասին է։